Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում մեր պատմության դասերը հաղորդաշարի 12-րդ թողարկումն է եւ ինչպես խոստացել էինք, այսօր մեր հաղորդման հիմնական նյութը, այսինքն գլխավոր նյութը լինելու է Նախիջևանի հարցը։ Անշուշտ մեզ համար շատ կարևոր է այսօր անդրադարձ կատարելը, որովհետեւ մենք գտնվում ենք մի փուլում 1988 թվականից սկսած Արցախյան ազատամարտի շարունակության ընթացքում են գտնվում, երբ որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը շարունակվում է, 94 թվականից հաստատված զինադադարը մինչև այսօր դեռևս չի հասել իր տրամաբանական հանգուցալուծմանը եւ միջազգային դիվանագիտության կարևոր առարկաներից, քննարկվող առարկաներից մեկն է այսօր Արցախյան հարցը, որը իհարկե մեզ համար ունի ավելի լայն ընդգրկում, որովհետև դա միայն Արցախի խնդիրը չի, դա Ադրբեջանին բռնակցված հայկական տարածքների խնդիրն է, որի մեջ մտնում է բացի Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզից նաև ազատագրված տարածքները եւ իհարկե նաև Նախիջևանը։ Հակառակ այն կարևորությանը, որ ունի այս խնդիրը մեզ համար եւ հակառակ այն այժմեականությանը, մեր ժողովուրդը չափազանց քիչ է տեղեկացված այս խնդրին եւ այդ իսկ պատճառով որոշեցինք այսօրվա հաղորդումը նվիրել Նախիջևանի խնդրին եւ դրա համար ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որպեսզի սկսեինք մենք հնագույն շրջանից Նախիջևանը Հայաստանի հայկական պետականությունների կազմում մի փոքր այսպես անդրադարձ կատարել, որից հետո իհարկե հաղորդման գլխավոր մեխը կլինի Նախիջևանի բռնակցման պատմությունը, թե ինչպես Նախիջևանը, որ հազարամյակներ ի վեր եղել էր գոնե մեզ հայտնի պատմության սկզբից եղել է հայկական իրականության անկախտելի մասը, ինչպես տեղի ունեցավ, որ 1920-ականների սկզբին անջատվեց Հայաստանից, մանավանդ որ այսօր օրերս լրացավ պայմանագրի հերթական տարելիցը, Մոսկվայի մարտի 16-ի պայմանագրի տարելիցը, որը այն կարևոր միջազգային փաստաթղթերից է, որով օտարվեց Նախիջևանը Հայաստանից։ Այդ նպատակով ես այսօր ունեմ հյուր պատմական գիտությունների տեխնացու Երևանի Պետական Համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Յուրա Հովսեփյանը, ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերը ընդունելու համար։ Ես ասեմ, որ սկզբունքային մոտեցումը իմ ընդհանրապես բոլոր հարցերին այն է, որ ամեն մի խնդիր ճիշտ է, որ ներկայացնի իր այդ շրջանի, այդ հարցի լավագույն մասնագետներից մեկը, եթե ոչ լավագույնը։ Պարոն Հովսեփյանը ուրեմն նախ տեխնացուական ատենախոսության հետ կապված առնչվել է, իսկ հիմա ներկայումս ինքը հենց աշխատում է իր դոկտորական ատենախոսության վրա, որի մասն է կազմում նաև Նախիջևանի խնդիրը եւ այսինքն մարդ է, որը այդ ամբողջ փաստաթղթային խոհանոցում շատ այսպես աշխատած եւ շատ հայության մեջ ամենալավատեղյակ մարդկանցից մեկն է անշուշտ եւ այսօր մենք ուրախությամբ կլսենք նրան եւ նրա ներկայացմամբ ավելի པարզ կդառնա մեր ժողովրդին, թե ինչպես հայկական կարևորագույն մի շրջան Հայաստանի փաստորեն սրտում Արարատյան դաշտի միջնաշխարհի անմիջապես հարավային հարևանությամբ օտարվեց Հայաստանից։ Մինչ այդ ավանդույթի համաձայն ես ասեմ, որ 1-2 նամակի ուղղակի անդրադառնամ, շարունակվում են մեր հայրենակիցների նամակները կապված այն խնդիրների հետ, որ մենք վերջի հաղորդումների ընթացքում արծարծեցինք, համահայկական կոնգրեսի հրավիրման անհրաժեշտությունը եւ մեր հայրենակիցներից Կայծակ Փալանջյանը ինքը մի քանի նամակներով տեղեկացրեց եւ շնորհակալություն դրա համար, որովհետեւ տեղյակ չէինք, որ այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ արել են եւ փորձ է արվում այսպես նախագծային հիմքերով համահայկական կոնգրեսի ճանապարհին ստեղծել համահայկական մասնագիտական միություններ, որը ի վերջո իր այսպես միավորումով կբերի նաև համահայկական կոնգրեսի եւ իրենք որոշակի փորձ ունեն նաև Սփյուռքում այսպես միասնական կառույց ստեղծելու, ասեմ, որ մի շարք նամակներում կրկին շատ այսպես մեծ ջերմությամբ ընդունվել է Հայաստանի
պետության կազմում Սփյուռքի հետ կապի նախարարություն ստեղծելու գաղափարը, որի վերաբերյալ նախորդ մեր հաղորդման ընթացքում խոսեցինք եւ բոլորը բնականաբար ողջունում են, մի բան, որ անհրաժեշտ է, մի բան, որ սովետական Հայաստանը ուներ, ճիշտ է, Սփյուռքի հետ մշակութային կապի, բայց ցավոք սրտի անկախ Հայաստանի Հանրապետությունը չունի, ինչը որ հրամայական է եւ մենք սրանց դեռ կանդրադառնանք, նաեւ դրա անհրաժեշտությունը հայ դատի ճանաչման տեսանկյունից, որովհետև առաջիկայում ապրիլ ամիսն է եւ մենք իհարկե անշուշտ անդրադառնալու ենք հայ դատի խնդիրներին, հայ դատի ուրեմն այդ հատուցման խնդիրների հետ կապված եւ ի վերջո նաեւ սա կապվում է այն գաղափարի հետ, թե համայն հայությունը միջազգային արենայում ինչ այսպես մարմնով պետք է ներկայացնի, մանավանդ որ ցեղասպանության ճանաչումից հետո անհրաժեշտաբար պետք է գա հատուցման խնդիրը եւ որն է համահայկական այն միավորը, որ պետք է ներկայացնի միջազգային դիվանագիտության մեջ համայն հայությանը։ Մենք այս հարցերին դեռ կանդրադառնանք առաջիկա հաղորդումներին։ Այս հաղորդման հետ կապված, երբ որ մենք մեր նամակագիրներին ամեն անգամ ուղարկում ենք հաջորդ հաղորդման մասին տեղեկագիրը, նաև կրկնության ժամերով, մեր նամակագիրները շատ հաճախ են անմիջապես արձագանքում եւ դրանցից մեկը Ռուսաստանից Համո Աբելյանը հենց այսօրվա մեր հաղորդմանը անդրադարձ կատարելով, ուրեմն նամակում այսպիսի մի հարց է արծարծում, որ բնականաբար մենք պարոն Հովսեփյանի հետ ուրեմն անպայման կանդրադառնանք դրան, ապօրինի այդ պայմանագրերը 21 թվականին, որով Նախիջևանը բռնակցվեց Ադրբեջանին, ապօրինի ճանաչելու, միջազգայինորեն ապօրինի հայտարարելու հարցը։ Ես ասեմ, որ մենք դրան կանդրադառնանք իհարկե մեր հաղորդման վերջին հատվածում, անշուշտ պատմությունը ներկայացնելուց հետո, երբ որ մանրամասները ավելի այսպես որոշակի կլինի, թե ինչպես տեղի ունեցավ Հայաստանից օտարումը Նախիջևանի։ Իսկ հիմա ես մի փոքր անդրադարձ կատարեմ Նախիջևանի պատմությանը հին ու միջին դարերում, որից հետո սիրով խոսքը կփոխանցեմ մեր հարգարժան հյուրին։ Ուրեմն Նախիջևանի տարածքը բոլորս գիտենք, որ քիչ առաջ արդեն ասեցի, Հայաստանի միջնաշխարհի ինչ որ առումով մի մասն է կազմում եւ այսօրվա Նախիջևանի ինքնավար հանրապետությունը գիտեք, որ հյուսիսային մասով մտել է Այրարատ նահանգի մեջ, Շարուրի գավառներ եւ մնացած մասն է կազմել հյուսիսային կեսը Սյունիքի, հարավային կեսը Վասպուրականի։ Մենք քիչ հետո դրան կհասնենք, երբ որ ներկայացնենք Նախիջևանի տարածքը ըստ աշխարհացույցի։ Վաղնջական ժամանակներից սա հայ իրականության բաղկացուցիչ մի մասն էր եւ հնագույն քարեդարյան ժամանակաշրջանի հուշարձաններից դեռևս սկսած, որ մենք նայում ենք Հայաստանի ժայռապատկերներում, արդեն տեսնում ենք միևնույն մշակույթի հետքը, միևնույն դրոշմը, որը կարելի է հանդիպել եւ Գեղամալերների ժայռապատկերներում, եւ Նախիջևանի տարածքում, եւ Արարագածի փեշերին, եւ Վանա լճի ավազանում, եւ հիմա ես օպերատորին կխնդրեմ Հայաստանի Նախիջևանի տարածքի ժայռապատկերները ցույց տալու, դուք որ տեսնում եք, Նավասարի ժայռապատկերներն են սրանք, որոնք համաժամանակյա են Սյունիքի լեռների ժայռապատկերների հետ եւ իհարկե սրանք բաղկացուցիչ մասն են համահայաստանյան մեկ այսպես մշակութային օջախի։ Բացի ուրեմն ժայռապատկերներից, հիմա դուք հաջորդ տեսարանում կտեսնեք էլի ժայռապատկերներ արդեն գծային ուրեմն տեսքով։ Մենք ունենք Քրիստոսից առաջ 4-3 հազարամյակներից սկսած հուշարձաններ, հատկապես նշանավոր է Նախիջևանի Մոխրաբլուրը, որ մասնագիտական գրականության մեջ երբեմն կոչվում է Քյուլթափա, եւ այդտեղից ունենք բավականին շատ հուշարձաններ, որոնք մասն են կազմում ամբողջ հայաստանյան մշակույթի։ Ձեր էկրանին հիմա դուք տեսնում եք Վանի թագավորության ժամանակաշրջանի ուրեմն հնագիտական գտածոներ Նախիջևանի տարածքից, ուրարտական այսպես կոչված ժամանակաշրջանի հնագիտական գտածոներ եւ այստեղ տեսնում եք Վանի թագավորության քարտեզը։ Իդեպ ասեմ, այս եւ հաջորդ քարտեզները, որոնք մենք օգտագործել ենք այս հաղորդման ընթացքում, պատկանում են Բաբկեն Հարությունյանին, վերցված են Բաբկեն Հարությունյանի ատլասներից, աշխատություններից, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել իհարկե։
Եվ շարունակելով հետագա Հայաստանի պատմության ընթացքը մենք տեսնում ենք, որ Նախիջևանի տարածքը ամբողջությամբ մտնում էր Երևան-Դունյաց թագավորության կազմի մեջ, այնուհետև Արտաշեսյան, Արշակունյաց եւ բավականին երկար ժամանակ եղել է Արքունի ոստանիկ տարածք։ Ես հիմա պիտի խնդրեմ օպերատորը մեզ ներկայացնի Հայաստանը ըստ աշխարհացույցի, իսկ աշխարհացույցը գիտեք, որ 5-ից 7-րդ դարերում է կազմված, եւ այստեղ մենք կտեսնենք հիմա Նախիջևանի, այսօրվա Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքը, որի հյուսիսային մասը մտնում էր Այրարատ նահանգի մեջ, Շարուր գավառն էր, ուրեմն մյուս հատվածները Սյունյաց աշխարհի Երնջակ, Ճահուկ եւ մասամբ նաեւ Կովսական գավառների մեջ էին մտնում եւ հարավային շրջանները մտնում էին Վասպուրական նահանգի Նախճավան եւ Գողթան գավառների մեջ։ Հատկապես բնականաբար գիտեք Նախճավանը հայ իրականության մեջ, որ ավելի այսպես ժողովրդի մեջ հայտնի Նախիջևան անունով, մեր ավանդազրույցների մեջ կապվում է Նոյ նահապետի հետ եւ բոլորիդ հայտնի են այն ավանդազրույցները, որ Նոյ նահապետի առաջին իջևանն էր, երբ որ նա մեծ Մասիսից իջավ ջրհեղեղից հետո, գրամարել կոչվեց տարածքը Նախիջևան, առաջին իջևան։ Այնուհետև գիտեք ինչքան կարևոր դերակատարում է ունեցել ընդհանրապես Նախիջևանը Հայաստանի պատմության մեջ եւ Գողթն գավառը եւս բնականաբար Գողթն անունը լսելիս բոլորի մոտ ասոցիացիա է առաջանում Գողթան երգիչները, մեր հեթանոսական ամբողջ այդ հրաշալի ժառանգությունը, որը զգալի մասով պահպանվեց եւ մեզ հասավ պատմահայր Մովսես Խորենացու շնորհիվ։ Նախիջևանը շարունակեց այնուհետև մարզպանական Հայաստանի կազմի մեջ լինել, երբ որ 428 թվականին վերացավ հայոց թագավորությունը, այնուհետև կարևորագույն դերակատարում ունեցավ արաբների դեմ ազատագրական պայքարում, Բագրատունյաց Հայաստանում ունեցավ նույնպես կարևորագույն դերակատարում, նույնիսկ ինչ որտեղ այնքան կարևոր քաղաք էր, որ վեճի առարկա դարձավ Վասպուրականի եւ Սյունիքի իշխանների միջև, մենք այսօր իհարկե կանգ չենք առնի այդ իրադարձությունների վրա, այնուհետև անկումից հետո Բագրատունյաց թագավորության, Բագրատունյաց, Արծրունյաց թագավորությունների նվաճվեց սելջուկների կողմից, այնուհետև մոնղոլական արշավանքներ տեղի ունեցան, կարակոյուն լուններ, ակկոյուն լուններ, այսինքն Նախիջևանի տարածքը կիսեց այն ամբողջ նաև բարդ ճակատագիրը, որը հայոց պետականության անկումից հետո վիճակված էր ամբողջ Հայաստանին, դրանից հետո մենք տեսնում ենք Սեֆյան Պարսկաստանի կազմում Հայաստանը եւ չնայած այս ամբողջ իրադարձություններին Հայաստանի տարածքում բոլոր իր դժվարություններով հանդերձ եւ պետականության ժամանակաշրջանում եւ պետականության կորստի ժամանակաշրջաններում ստեղծում են հրաշակերտ հուշարձաններ։ Հիմա էկրանի վրա խնդրենք օպերատորին ցույց տա հուշարձաններից մի քանիսը եւ օգտվելով առիթից ես ասեմ, որ մեր հաջորդ հաղորդումը կնվիրվի ուրեմն ամբողջությամբ Նախիջևանի հուշարձաններին եւ շնորհակալությամբ նշեմ, որ մեր հրավերը չմերժեց նաև Արգամ Այվազյանը, որը Նախիջևանի հուշարձանների լավագույն մասնագետն է այսօր եւ հիմա այս եւ մյուս կադրերը, որ կտեսնենք էկրանին, մեր Նախիջևանի տարածքի հուշարձաններն են, սա Ագուլիսից է տեսարան, քիչ հետո դուք կտեսնեք ավելի մոտիկից Սուրբ Թադեյ եկեղեցին, նրա ներքին հարդարանքը, Աբրակունիսի եկեղեցին։ Մեր մյուս հաղորդման ընթացքում մենք շատ ավելի մանրամասն ուրեմն անդրադարձեր կկատարենք։ Ընդ որում անդրադարձեր կկատարենք ոչ միայն եղած ժառանգության մասին խոսելով, այլ նաև դուք կտեսնեք պատկերներ, որոնք գուցե թե առաջին անգամը կլինեն։ Գիտեք, որ մեր ամբողջ ժողովուրդը շատ այսպես տեղեկացավ վերջերս, երբ որ ջուղայի խաչքարերը ոչնչացրեցին, դուք եւ հիմնականում տեղյակ են միայն ջուղայի խաչքարերի մասին։ Բայց Նախիջևանի տարածքում նման ճակատագրի արժանացել են չափազանց շատ հուշարձաններ, դժբախտաբար եւ Արգամ Այվազյանը ձեզ կներկայացնի հուշարձանները 20-30-ական թվականներին, 50-ական թվականներին եւ շատ հուշարձանների այսօրվա վիճակը, որոնք ավերված, պայթեցված են եւ բնականաբար մեզ համար շատ այսպես անդառնալի կորուստ են դրանք մեր մշակույթի համար։ Այս հուշարձաններ ուրեմն մի մասը ասեցի արդեն թագավորության շրջանում, մյուս մասը շարունակվում էր նաեւ
պետականության անկումից հետո օտար տիրապետությունների տակ եւ գիտեք, որ Սեֆյան Պարսկաստանի ժամանակաշրջանում Նախիջևանը դարձավ 16-ից 18-րդ դարերում թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ Արարատյան դաշտի հետ միասին եւ ասենք 1604 թվականին Նախիջևանահայությունը կիսեց մեր Հայաստանի մյուս տարածքների ճակատագիրը Շահ Աբասի բռնագաղթի ժամանակ բավական մեծ քանակությամբ հայեր տեղափոխվեցին Նախիջևանի տարածքից եւ ամենանշանավոր շրջանը դուք բոլորից հայտնի որ Ջուղան էր, Ջուղայից տեղափոխվեցին եւ այն ժամանակվա Պարսկաստանի մայրաքաղաք Իսֆահանի հենց հարևանությամբ ստեղծվեց նոր Ջուղան, հայտնի հայկական համայնքը, որ մինչեւ այսօր էլ գոյություն ունի։ Այնուհետև մենք հասնում ենք 18-րդ դարի կեսեր, երբ որ Սեֆյան Պարսկաստանի կազմում ուրեմն ստեղծվեց պարսկական տիրապետության ժամանակաշրջանում ստեղծվեց Նախիջևանի խանությունը։ Հիմա ես խնդրեմ քարտեզը 1826-28 թվականին ռուս-պարսկական պատերազմի քարտեզն է սա, կապույտ սլաքով ռուսական զորքերի գործողություններ են, սև սլաքներով պարսկական, որի արդյունքում ավարտին կնքվեց ուրեմն Թուրքմենչայի պայմանագիրը եւ կապույտ գծերով շեշտված շրջանը դուք որ տեսնում եք, դա Երևանի Նախիջևանի խանությունները եւ Օրդուբադի գավառն էին, որոնցից ստեղծվեց հայկական մարզը 1828 թվականին եւ գոյատևեց մինչեւ 1840 թվականը, այնուհետեւ Նախիջևանի տարածքը, Նախիջևանի գավառ որպես եւ Օրդուբադի գավառ մտան Երևանի նահանգի մեջ, որը 1849-ին էր ստեղծվել եւ այս իրավիճակով շարունակվեց Նախիջևանը գոյություն ունենալ ռուսական կայսրության կազմում մինչև 1917 թվականի հեղափոխությունները։ Այստեղ արդեն գալիս է նոր ժամանակաշրջան 1917 թվականը, երբ որ Նախիջևանի ճակատագիրը արդեն մտնում է բավական այսպես վճռական փուլ եւ ես հիմա նորից սիրով ու շնորհակալությամբ պիտի ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին, սա Սևրի պայմանագրի քարտեզն է, քիչ հետո կանդրադառնանք սրան։ Ուրեմն նորից սիրով շնորհակալությամբ ներկայացնեմ մեր հյուրին, պարոն Հովսեփյանին եւ խնդրենք ներկայացնել Նախիջևանի պատմությունը արդեն սկսած 1917 թվականի հեղափոխությունների այս բուռն ժամանակաշրջանից։ 1917 թվականի ռուսաստանյան երկու հեղափոխությունները մեծ տեղաշարժեր առաջացրեցին նախկին ցարական ռուսական կայսրությունում։ Եթե այսօր մենք պատմության այդ տեսանկյունից դիտարկենք մեզ համար, հայ ժողովրդի համար, արդյոք դա լավ էր թե վատ էր, միանշանակ կարող ենք ասել, որ եթե մյուսների համար լավ էր, մյուսները ձեռքբերումներ ունեցան, ապա մենք կարծեք թե մշտապես կորուստներ ունեցանք այդ ժամանակաշրջանում, որովհետև հաղթող ռուսական բանակը, որը արևմտյան Հայաստանում էր գտնվում, հեղափոխությունների ընթացքում սկսեց քայքայվել, հետո լքեց ռազմաճակատը եւ մեր բոլոր չարիքները կապվեցին հենց ռուսական բանակի նահանջի հետ։ Այդ ժամանակաշրջանում նախկին Երևանի ուրեմն նահանգը մնում էր Կովկասի կազմում։ Ճիշտ է, 1917 թվականին Կովկասյան փոխարքայությունը վերացավ, դրա փոխարեն ստեղծվեց ուրեմն Անդրկովկասյան հատուկ կոմիտե, հետո ավելի ուշ, երբ տեղի ունեցավ հոկտեմբերյան հեղաշրջումը, Անդրկովկասյան կառավարություն ստեղծվեց, կոմիսարիատ, եւ Հայաստանը իր տարածքներով, խոսքը վերաբերվում է Երևանի նահանգին, մտնում էին այդ Անդրկովկասյան դեմոկրատական հանրապետության կազմի մեջ։ Սակայն այս ժամանակաշրջանում դեռևս զուտ պետական իշխանական մարմիններ գոյություն չունեին եւ ժողովրդի կյանքը տնօրինում էին ստեղծված ազգային խորհուրդները, որոնք փորձում էին քիչ թե շատ կազմակերպել նրա առօրյա, նրա քաղաքական եւ տնտեսական կյանքը։ Եվ այս խառնաշփոթ իրավիճակն էլ հանգեցնում էր նրան, որ նաեւ արդեն իսկ այդ տարածաշրջանում ապրող մահմեդական ազգաբնակչությունը որոշակի ծրագրավորված իր նպատակները ուներ եւ ցանկանում էր ստեղծել իր պետական իշխանությունը այդ տարածքներում։ 1917 թվականի վերջերից եւ ռուսական բանակը հեռացավ այդ տարածաշրջանից, փաստորեն երկրամասը մնաց նաեւ անպաշտպան,
Նախիջևանում կային ռուսական կայազորեր, որոնք նույնպես հեռացան, զենքի մի մասը անցավ հայերի ձեռքը, մի մասը անցավ տեղի թաթարների ձեռքը, եւ արդեն 1918 թվականի գարնանից սկսվեցին էթնիկական բախումները, հայ-թաթարական բախումները սկսվեցին։ Ուրեմն ներողություն եմ խնդրում, մեր հեռուստադիտողի համար, հատկապես մեզ նայում են Սփյուռքում, որտեղ շատ գաղթօջախներում հայոց պատմություն առարկա, նույնիսկ ասենք հայկական դպրոցներ չկան։ Ինչ ասել է այստեղ թաթարական մի կարևոր այսպես լրացում, որպեսզի հստակ լինի։ Մինչև 1918 թվականի մայիսի 27-ը Ադրբեջան պետություն եւ ադրբեջանցի հասկացություն գոյություն չունի պատմության մեջ։ Ադրբեջան անունը գիտենք, որ ատրպատական անունն է, այսպես արաբական աղբյուրներում ադրբագան այլափոխված, որ հետո Ադրբաջան թուրքացված տարբերակն է, մինչև 18 թվականի մայիսի 27-ը բոլոր աղբյուրներում նրանք կոչվում են կամ կովկասյան թաթարներ կամ կովկասյան թուրքեր։ Տվյալ դեպքում պարոն Հովսեփյանի ներկայացրածը թաթարներ, կովկասյան թաթարներ, դրանք ադրբեջանցիներն են այսօրվա տերմինով, որը իհարկե էթնիկական տերմին չէ։ Սա պարզապես որ նկատի ունենան եւ այո, ուրեմն տարածքում ապրում էին թուրքալեզու տարբեր ցեղեր, որոնց հավաքական անունով կոչվում էին կովկասյան թաթարներ։ Նման ադրբեջանցի անվանում նրանք նույնիսկ չէին էլ կրում, եւ ես կարող եմ հավաստիացնել, որ միայն 1970-ական թվականներից հետո նրանք իրենք սկսեցին իրենց ադրբեջանցի կոչել, մինչ այդ երբ մեկը մյուսին դիմում էին, հարցնում էին, ասում էին դու մուսուլման ես, մահմեդական ես, չէին ասում դու ադրբեջանցի ես, այսինքն իրենց մոտ էլ դա ընդունված չէ, դա արվեց, այդ անվանումը մտցվեց քաղաքական առումով, այդ մասին ես շատ հարկիրճ կանդրադառնամ։ Ուրեմն այս կռիվների ընթացքում, բախումների ընթացքում երկու կողմերից եղան բավականին զոհեր, այնուհանդերձ հայերը կարողացան այդ շրջանում սկզբում կազմակերպվել եւ հնարավորություն ստեղծել, որպեսզի բնակչությունը այդ եղեռնից փրկվի, որովհետև նույն ճանապարհով էր իրականացում հայության սպանդը, ինչը փորձում էին կատարել տեղի թաթարները, ինչ որ մենք գիտենք 90-ական թվականներից սկսած Օսմանյան կայսրությունում եւ ապա 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակաշրջանում։ Ավելի ուշ արդեն 1918 թվականի ամռանը Նախիջևան է մտնում իր հարվածող զորագնդով Անդրանիկը, որը շտապում էր Պարսկաստան միավորվելու անգլիական զորքերին եւ որպեսզի մասնակցի Արևմտյան Հայաստանի ազատագրմանը։ Սակայն կես ճանապարհին, երբ որ նա Նախիջևանից դուրս էր եկել, մտել էր ուրեմն Ատրպատականի տարածքը, այստեղ նա հանդիպեց թուրքական գերակշիռ ուժերի եւ ստիպված եղավ հետ նահանջել դեպի ուրեմն Նախիջևան։ Այդ ժամանակ Անդրանիկը նույնիսկ հուլիսի 14-ին մի հեռագիր է հղում Բաքվի ուրեմն խորհրդի գործկոմի նախագահ, այսինքն Բաքվի կառավարության նախագահ Ստեփան Շահումյանին, որով հայտարարում է, որ Նախիջևանը դրվում է խորհրդային իշխանության ներքո։ Անդրանիկը ցանկանում էր այստեղ կազմակերպել ինքնապաշտպանությունը, սակայն եթե 1918 թվականի գարնանը հնարավոր էր դա կազմակերպել, ապա այս շրջանում փաստորեն Նախիջևանի ազգաբնակչությունը չկարողացավ այդպես կազմակերպվել եւ օժանդակություն ցույց տալ Անդրանիկին, իսկ մենք գիտենք այդ շրջանում թուրքական զորքը առաջ էր շարժում եւ հազարավոր գաղթականների հետ Անդրանիկը ստիպված եղավ թողնել Նախիջևանը եւ ուրեմն հաստատվել Զանգեզուրում, որտեղ դարձավ Զանգեզուրի ինքնապաշտպանության ուրեմն նշանավոր ղեկավարներից մեկը։ 1918 թվականի արդեն հունիսի 4-ի Բաթումի պայմանագրով փաստորեն թուրքական զորքը, որը ռազմակալել էր Հայաստանի մի զգալի տարածքը, ռազմակալել էր նաև Նախիջևանի տարածքը եւ այս առումով փաստորեն արդեն սկսվել էր հայության մասնակի արտագաղթը այդ շրջաններից, որովհետև օգտվելով թուրքերի ներկայությունից տեղի բնակչությունը սկսել էին հարձակումներ կատարել հայկական գյուղերի վրա, իսկ հայկական գյուղերի բնակչությունը հեռանում էին դեպի լեռնային շրջանները, փորձում էին անցնել դեպի շարուրով ուրեմն Հայաստանի Հանրապետություն կամ դեպի Զանգեզուրի կողմերը։ Այս պայմաններում 1918 թվականին պետք է ասել, երբ որ առաջացան անդրկովկասյան պետությունները, ես մի քիչ ուղղակի ժամանակագրական առումով հետ գնամ, ադրբեջանական պետության առաջացումը քաղաքական ակտ էր եւ կապված էր այն խնդրի հետ, որ
Կովկասում գտնվող այդ թաթարական ցեղերը, որոնք բնակվում էին նախկին Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգներում, պանթուրքիզմի ծրագրով փաստորեն պետք է դառնային այն մասը, որը միանար մեծ թուրանական պետությանը։ Եվ թուրքական զորքերի հրամանատարներից մեկը Նուրի Փաշան, որը Էնվեր Փաշայի եղբայրն էր, ուղղակի մուսավաթական կուսակցության առաջնորդներին առաջարկեց իրենց պետությունը կոչել Ադրբեջան, հավակնություններ ունենալով պատմական Ադրբեջանին, այսինքն Ատրպատականին, եւ այս երկուսի միավորման ուրեմն կիզակետում նաև գտնվում էր Նախիջևանը, ուրեմն պետք է Նախիջևանը հայաթափ արվեր, որպեսզի հնարավորություն տար մեծ Ադրբեջան պետության ստեղծելուն։ Մենք գիտենք 1918 թվականին, երբ աշնանը Թուրքիան պարտություն կրեց առաջին համաշխարհային պատերազմում եւ ստիպված եղավ զորքերը դուրս բերել այդ տարածքներից, այդ տարածքները շարունակում էին գտնվել փաստորեն ադրբեջանցիների, այդպես կոչված թաթարների ձեռքում, բայց թուրքերը հեռանալով թողել էին բազմաթիվ գործակալներ այդ գյուղերում, որոնք մարզում էին, կազմակերպում էին, զինում էին տեղի ազգաբնակչությանը եւ փաստորեն չէին ճանաչում նրանք Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Այստեղ այդ տարածքներում Հայաստանի Հանրապետության տարածքներում ստեղծվեցին մոտ 20 պետական այդպիսի մահմեդական մուսուլմանական կազմավորումներ, որոնք շուրաներ էին կոչվում, դրանցից ամենահայտնին Արաքսյան Հանրապետությունն էր, որը այդ տարածքներն էր ամբողջությամբ զբաղեցնում։ Հետաքրքիրը այն է, որ Նախիջևանի խնդրին անդրադարձել են մի քանի պետություններ եւ մի քանի կարգավիճակ է այստեղ փորձեր են կատարվել ստեղծել։ Նախ 1918 թվականի վերջերին, երբ Հայաստանի Հանրապետության արդեն ուժերը թուրքերի հեռանալուց հետո զորքեր մտցրեցին Շարուրից, փորձեցին շարժվել դեպի Նախիջևան հայ ազգաբնակչությանը պաշտպանելու համար, այդ շրջանում բազմաթիվ թաթարներ անցան Արաքսի ուրեմն աչափը պարսկական տարածք եւ այստեղ բողոքներ ներկայացրեցին պարսկական պետությանը։ Պարսկաստանը նույնիսկ դիվանագիտական մի ուրեմն միսիա ուղարկեց Հայաստան այդ խնդիրները լուծելու, չնայած երբ որ մտան պարսկական ուրեմն այդ առաքելության ներկայացուցիչները երկրամաս խոսքը Նախիջևանի մասին է, տեսան, որ դա դեռևս հայերով նույնիսկ զբաղեցված չէ։ Եվ այստեղ պարսիկները առաջին անգամ փորձ կատարեցին հարց բարձրացնել Փարիզի վեհաժողովում, որպեսզի այդ տարածքները, այսինքն նախկին Նախիջևանի խանության տարածքները հետ վերադարձվեն ուրեմն Պարսկաստանին։ Իհարկե Փարիզի վեհաժողովը այդ խնդիրը անմիջապես փակեց, չթողեց որ նույնիսկ արծարծվի եւ նման ուրեմն խնդիրներ այլևս Փարիզի վեհաժողովի այդ սահմաններում չբարձրացվեցին։ Արդեն հաջորդ ժամանակաշրջանը 1919 թվականը, երբ տեղի էր ունենում Փարիզի վեհաժողովը, այդ շրջանում Հայաստանի պատվիրակությունը կամ պատվիրակությունները բավականին ակտիվ գործունեություն ծավալելով, նաև համագործակցելով ուրեմն արևմտյան պետությունների ներկայացուցիչների հետ ցանկանում էին այդ շրջանում որոշակի լուծում տալ նաև այս խնդիրներին, որովհետև Ադրբեջանը տարածքային պահանջներ էր ներկայացրել Հայաստանին եւ ցանկանում էր Նախիջևանը, Սուրմալուն, Ղարաբաղը, Զանգեզուրը, ուրեմն Սևանալճի հյուսիսարևելյան շրջանները Ռուբեն Տերմինասյանի հաշվարկներով միայն 60,000 քառակուսի կիլոմետր էր պահանջում այդ նորաստեղծ ադրբեջանական պետությունը Հայաստանի Հանրապետությունից։ Ուրեմն այստեղ Փարիզի վեհաժողովում բավականին աշխատանք կատարվեց այդ խնդիրների հետ կապված, բայց մենք գիտենք, որ թուրքական զորքերի եւ գերմանական զորքերի հեռանալուց հետո 1918 թվականից այդ դեպքերից հետո Անդրկովկասում հաստատվեցին Անտանտի պետության ուրեմն զինվորական ուժերը եւ առաջին հերթին գերակշռում էին անգլիականը եւ Հայաստանի իշխանությունները կառավարությունը փորձում էր անգլիացիների միջոցով վերջ-վերջո լուծել Նախիջևանի խնդիրը, որովհետեւ ինչպես դուք արդեն ասացիք, սկսած Ռուսաստանին միանալուց հետո նա մշտապես եղել էր Երևանի նահանգի բաղկացուցիչ մասը եւ համենայն դեպս 1919 թվականի մայիսին այնուհանդերձ հաջողվեց համոզել անգլիացիներին, որպեսզի վերջիններս այս տարածքները հանձնեն Հայաստանի Հանրապետությանը։
բայց խնդիրը մենակ նրանում չէր, որ կարողացան համոզել, ուղղակի դեռևս 19 թվականի հունվարից այստեղ ստեղծվել էր անգլիական գեներալ նահանգապետություն, որը իհարկե ակտիվ գործունեություն չէր ծավալում, նույնիսկ չէր միջամտում այն բախումներին, որոնք տեղի էին ունենում։ Նահանգապետ Լաութոնը շատ կրավորական նիրք էր բռնել եւ նամանավանդ 1919 թվականին արդեն պարզ էր, որ ուրեմն Փարիզի վեհաժողովում որոշում էր ընդունվել, որ անգլիական ռազմական ուժերը Անդրկովկասից պետք է դուրս բերվեին։ Դրա համար որոշակի կարգավիճակ էր պետք Նախիջևանի համար, ուստի անգլիացիները նաև այդ պատրվակով համաձայնվեցին, որպեսզի Նախիջևանը հանձնվի Հայաստանի Հանրապետության։ Այստեղ նշանակվեց նահանգապետ, կոմիսար նշանակվեց Վարշամյանը, որը պետք է անցներ իր պարտականությունների կատարմանը։ Իհարկե տեղի մահմեդական ազգաբնակչությունը խիստ դժգոհ էր այդ ամենից եւ չէր ցանկանում ենթարկվել եւ ավելի ուշ արդեն այդպես էլ Հայաստանի կառավարությունը չկարողացավ իր իշխանությունը վերջնականապես հաստատել։ Նամանավանդ, երբ որ հարց բարձրացվեց ազգաբնակչության զինաթափման մասին, իսկ նման օրենք գոյություն ուներ Հայաստանում, զինաթափում էին նաև հայերին, ապա տեղի մահմեդական ազգաբնակչությունը ոչ միայն զենքը չհանձնեց, այլ նաև ամռանը 19 թվականի հուլիսին նաև հակակառավարական ապստամբություն բարձրացրեց հայկական իշխանությունների դեմ։ Անգլիացիները շարունակեցին կրավորական դիրք բռնել եւ փաստորեն մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունը այդ տարածքի նկատմամբ անվանական էր, ձևական էր, քան ասենք տեղական ազգաբնակչությունը կարող էր ընդունել։ Հաջորդ փուլը արդեն կապված է 1920 թվականի իրադարձությունների հետ։ Ուրեմն արդեն 1920 թվականին Փարիզի վեհաժողովը որոշեց սկզբում Հայաստանի, ապա նաև Վրաստանի եւ Ադրբեջանի կոմիսար նշանակել ամերիկացի գնդապետ Ուիլյամ Հասկելին, որը ժամանեց Երևան, հանդիպում ունեցավ Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ եւ խոստանում էր այդ վիճելի տարածքների խնդիրը լուծել, բայց երբ որ մեկնեց Ադրբեջանը այնտեղ հանդիպում ունեցավ Ադրբեջանի կառավարության հետ, նա կտրուկ փոխեց իր տեսակետը եւ նույնիսկ այնտեղ հայտարարություն արեց այդ վիճելի տարածքների շուրջ, որ դրանք ադրբեջանական տարածքներ են։ Դա արվում էր քաղաքական խնդիրներից ելնելով, ինչպես նաեւ որոշակիորեն ցանկանում էին մասնավորապես Բաքվի նավթը գործոնը օգտագործել իրենց խնդիրները լուծելու համար։ Այստեղ էլ ստեղծվեց այսպես կոչված ուրեմն ամերիկյան գեներալ նահանգապետություն, ուրեմն Դեյլի անունով մեկին նահանգապետ նշանակեցին, բայց չնայած որ Ամերիկա այդ ներկայացուցիչները գործում էին ի օգուտ փաստորեն տեղի մահմեդական ազգաբնակչության, այնուհանդերձ տեղի ազգաբնակչությունը դժգոհ էր, նրանք չընդունեցին այդ գեներալ նահանգապետությունը եւ արդեն փորձում էին սեփական իշխանությունը այստեղ հաստատել։ Եվ այս իրավիճակը շարունակվեց եւս ուրեմն մի քանի ամիս, մինչեւ որ արդեն խորհրդային Ռուսաստանը, Ադրբեջանի խորհրդայնացումից հետո եւ Քեմալական Թուրքիան իրենց հավակնությունները ներկայացրեցին այդ տարածքների նկատմամբ։ Քեմալական զորքերը մտան Նախիջևան, այդ ժամանակաշրջանում նաև ուրեմն խորհրդային Ռուսաստանի զորքերը Ղարաբաղը խորհրդայնացնելուց հետո մտան Զանգեզուր, իսկ Զանգեզուրից էլ մտան Նախիջևան եւ այստեղ սա արդեն 20 թվականի ապրիլի 28 եւ դրանից հետո, այո, նրանից հետո ընկած ամռանն է 1920 այստեղ ֆիքսենք մի բան, որ 1918 թվականի վերջից, երբ որ Մուդրոսի զինադադարով Թուրքիան պարտվեց եւ թուրքական զորքերը հետ գնացին եւ անգլիական գեներալ նահանգապետություն հետո ամերիկյան, այս ընթացքում 19-20 թվականներին Նախիջևանի տարածքը պաշտոնապես մաս է կազմել Հայաստանի Հանրապետության, պաշտոնապես, բայց Հայաստանի նորից եմ կրկնում, իշխանությունները չկարողացան դա իրականացնել, որովհետև հաճախակի արդեն մահմեդական ազգաբնակչության ապստամբություն սկսվեց Արաքսի ամբողջ այդ ուրեմն երկայնքով, պատկերացրեք Նախիջևան, Շարուր, ուրեմն արդեն Արարատյան դաշտներ ընդգրկում եւ Հայաստանի զինված ուժերը ստիպված էին ճնշել այդ ապստամբությունները
իսկ դա բավականին լուրջ գործոն էր Հայաստանի Հանրապետության համար, ճիշտ է, վերջիվերջո Հայաստանի ուրեմն բանակին Ռուբեն Տեր-Մինասյանի գլխավորությամբ հաջողվեց հասնել հաջողության, բայց այնուհանդերձ բավականին ծանր պայմաններ էին ստեղծվել Հայաստանի համար, նամանավանդ արդեն երբ որ քեմալականները իրենց պատերազմը սկսեցին կամ հարձակումը սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ։ Մենք գիտենք, որ 1920 թվականի ամռանը այս խնդիրը քննարկվել է եւ հայ-ռուսական եւ ուրեմն Փարիզի վեհաժողովի այդ սահմաններում, ուրեմն Փարիզի վեհաժողովի սահմաններում, երբ որ կնքվեց օգոստոսի 10-ին Սևրի պայմանագիրը, այստեղ այս խնդիրը հետեւյալ կերպ էր ուրեմն իր լուծումը ստանում։ Հայաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի միջև գոյություն ունեցող վիճելի տարածքների խնդիրը պետք է առաջին հերթին լուծեին այդ պետությունների, ուրեմն պետությունները բանակցությունների միջոցով։ Եվ եթե նրանք չէին կարողանում այդ խնդիրը լուծել, ապա խնդրի լուծումը վերապահվում էր Սևրի պայմանագիրը ստորագրած երկրներին, այսինքն շատ նման է այո, որ համանախագահ, 3 համանախագահներ, իդեպ ես օգտվելով այս փոքր դաթարից խնդրեմ օպերատորը մեզ Սևրի պայմանագիրը ցույց տա, քարտեզը ցույց տա եւ խնդրեմ շարունակեք։ Այո, եւ փաստորեն օգոստոսի 10-ին Թիֆլիսում կնքված համաձայնագիրը Հայաստանի կառավարության եւ Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանի միջև, երբ որ Խորհրդային Ռուսաստանը փաստորեն դնում էր այն հարցը, որ խնդիրը դեռ չի լուծվում, վիճելի է եւ Նախիջևանը, Զանգեզուրը ու Լեռնային Ղարաբաղը վիճելի տարածքներ էին համարվում եւ ժամանակավորապես ռազմակալվում էին խորհրդային զորքերի կողմից։ Մենք գիտենք, որ 1920 թվականի պատերազմում Թուրքիայի դեմ Հայաստանը պարտություն կրեց, կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը եւ դեկտեմբերի այս 3-ի պայմանագիրը, որովհետեւ դեկտեմբերի 3-ի առավոտյանը լուսաբացին է կնքվել պայմանագիրը, այստեղ Նախիջևանի խնդրի հետ կապված հետեւյալ ուրեմն որոշումը ընդունվեց կամ հոդվածը ընդունվեց, որ ուրեմն Նախիջևանը, Գողթանը եւ Շահթախտը ուրեմն ռազմակալվում են թուրքական զորքերի կողմից, մինչև որ հանրաքվե անցկացվի եւ վերջնականապես լուծվի այս տարածքների խնդիրը։ Սա այն վերջնամասն էր, որը պետք է արդեն հանգեցներ վերջնական անցման այդ տարածքների հարևան պետությանը։ Հիմա նորից օպերատորին խնդրենք մեզ 2 քարտեզներ ցույց տա։ Մեկը 20 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագիրն է, սա Հայաստանի Հանրապետության կառավարության եւ բոլշևիկյան կառավարության միջև կնքված համաձայնագիրն է, որով դուք հիմա տեսնում եք քառակուսու մեջ ընդգծված Նախիջևանը պետք է մնար Հայաստանի կազմում, սակայն դեկտեմբերի 2-3-ի լույս գիշերը, այսինքն դեկտեմբերի 3-ին փաստորեն հիմա խնդրենք օպերատորին մեզ հիմա քիչ հետո նաև հաջորդ քարտեզը ցույց տա, որը արդեն Հայաստանը ըստ Ալեքսանդրապոլի պայմանագրի է։ Դուք հիմա կտեսնեք ձեր էկրանին, այնտեղ այդ վիճելի եւ հանրաքվեով լուծման ենթակա փաստորեն տարածք է դառնում Նախիջևանի շրջանը։ Դուք հիմա տեսնում եք սա նաև ընդգծված քառակուսու մեջ։ Ուրեմն հետաքրքիրը այն է, որ նաև դեկտեմբերի 2-ի Երևանի համաձայնագրում, ուրեմն երկրորդ հոդվածով փաստորեն Խորհրդային Ռուսաստանը իր վրա պարտավորություն էր վերցնում այդ հայկական տարածքների վերադարձը ապահովել, ոսկե եւ Կարծի մարզի շրջանի մասին էր գնում մինչեւ 1914 թվականի այդ սահմանը եւ փաստորեն խոսքը գնում էր նաեւ Նախիջևանի մասին եւ մյուս տարածքների մասին։ Եվ եթե մենք մի քանի օր էլ հետ գանք այդ նշվածս թվերից, ուղղակի ժամանակագրական կարգը խախտելով հետ գանք, նոյեմբերի 30-ին 1920 թվականի Ադրբեջանի ուրեմն հեղկոմը մի հռչակագիր ընդունեց Նարիմանովի եւ Հուսեյնովի ստորագրությամբ, որտեղ հետեւյալն էր ասում. հայտնեցեք եղբայր հայ ժողովրդին, որ Ադրբեջանը որոշում է ընդունել, որ վիճելի համարվող Նախիջևանը, Լեռնային Ղարաբաղը եւ Զանգեզուրը խորհրդային Հայաստանի անբաժան մասն են։ Իհարկե դա քաղաքական որոշում էր պարտադրված Ադրբեջանին, մենք այդ կարծիքին ենք գալի
ելնելով այն հանգամանքից, որ այս օրերին դրված էր Հայաստանի խորհրդայնացման հարցը, եւ քանի որ խորհրդային Ռուսաստանը պարտավորվում էր պաշտպանել նաեւ տարածքային խնդիրները Հայաստանի, ուղղակի Բաքվում գտնվող Օրջոնիկիդեն, որը Կովկասյան բյուրոյի ղեկավարներից էր, պարտադրել էր Նարիմանովին ժամանակավորապես նման որոշում ընդունել։ Այդ փաստաթուղթը ես հիշում եմ 88 թվականի փետրվարի շարժումը, երբ որ սկսեց, մեր մոտ նույնիսկ այսպես մեծ պլակատների վրա գրած, հենց ամբողջ այդ նախադասությունը, որ Նախիջևանը, Զանգեզուրը եւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն են եւ ներքևում ստորագրությունը Նարիմանով, մերոնք դրա հետ բավականին մեծ հույսեր կապեցին, բայց տեսնում ենք ընդամենը 2-3 օրվա հեռավորության խնդիրը եւ ադրբեջանցիները կարողանում են ընդհանուր պանթուրքիստական, այսպես քաղաքական շրջանակներով քեմալականների հետ միասին իրենց խնդիրները լուծել բոլշևիկների հետ։ Ինչին արդեն մենք գալիս ենք հաջորդ դիվանագիտական են կարևոր, արդեն երբ որ ադրբեջանցիները կարողացան քեմալականների հետ համագործակցելով փաստաթղթային դիվանագիտական մակարդակով փոկել Հայաստանից, արդեն երևի մարտի 16-ին, այո։ Շատ հետաքրքիր է այս առումով հետագա դեպքերի զարգացումը, որովհետև կարծեք թե տրամաբանությունը իրոք տանում էր նրան, որ այդ տարածքները պետք է անջատվեին Հայաստանից, լիներ դա Հայաստանի Հանրապետություն, թե լիներ խորհրդային Հայաստանի Հանրապետություն։ Ուրեմն շատ հաճախ խոսում են այն մասին, որ Ադրբեջանի խորհրդայնացումը որը տեղի ունեցավ 1920 թվականի ապրիլին, դա կատարվել է զիվված ապստամբության միջոցով։ Իհարկե դա այդպես չէր, ուրեմն այստեղ իշխանությունը կամովի հանձնվեց։ Կա Քեմալի հայտնի նամակը Լենինին, իսկ հարաբերությունները ավելի շուտ էին ստեղծվել, որտեղ նա ասում է, եթե դուք ցանկանում եք, որ Ադրբեջանը մտնի խորհրդային, ուրեմն Ռուսաստանի ազդեցության ոլորտը, այդպես էլ կլինի։ Եվ այդպես էլ եղավ, դա ուրեմն եւ շատ հետաքրքիր է, որ դրա դիմաց փաստորեն կլիներ մուսավաթական Ադրբեջան, թե խորհրդային Ադրբեջան, նրան պետք է տարածքներով բավարարեին։ Եվ ամենայն հավանականությամբ, իհարկե, ես կարծում եմ, որ գոյություն ունի նաեւ գաղտնի ինչ-որ փաստաթուղթ, որին մենք դեռևս չենք հանդիպել, որը նաեւ լուծում է այդ խնդիրները, որոնք հետո իրականացվեցին տրամաբանական այդ շարունակությամբ։ Ուրեմն Մոսկվայի կոնֆերանսը, որը տեղի ունեցավ 1921 թվականի փետրվարի 26-ից մարտի 16-ը, նախ պետք է սկզբում լիներ քառակողմ, այսինքն մասնակցեին բացի Թուրքիայից եւ Ռուսաստանից, խորհրդային Հայաստանի եւ խորհրդային Ադրբեջանի ներկայացուցիչները, սակայն արդեն իսկ երևի թե լուծված էր ուրեմն Նախիջևանի խնդիրը եւ դրա համար Ադրբեջանը չմասնակցեց այդ կոնֆերանսին եւ նամանավանդ Մոսկվա հասնելուց առաջ թուրքական պատվիրակությունը մի քանի օր կանգ առավ Բաքվում, հանդիպումներ ունեցավ Նարիմանովի հետ, որը Ադրբեջանի ղեկավարն էր այդ շրջանում եւ գոյություն ունեն Նարիմանովի երկու նամակները ուղղված Լենինին, որտեղ նա գրում է, որ պետք է այդ բանակցություններում ոչ թե առաջնությունը տալ հայկական գործոնին, այլ թուրքական, քեմալական գործոնին պետք է տան, այսինքն արդեն նա իսկ խորհուրդ էր տալիս եւ այս խնդիրը ուրեմն որոշված էր։ Ուրեմն Մոսկվայի բանակցությունների ընթացքում տարածքների հետ կապված քննարկումները միայն մարտի 10-ին են սկսվել։ Մինչ այդ ուրեմն ճիշտ է բանակցությունները ընթանում էին, բայց հիմնականում խնդիրները լուծվում էին ոչ թե այդ բանակցությունների սեղանի շուրջ, այլ կուլիսների հետևում, որովհետև խորհրդային Ռուսաստանի համար առաջնային խնդիր էր դարձել Թուրքիայի հետ պայմանագրի ստորագրումը, ինչ գնով է լինի, եւ մյուսը դա Բաթումի խնդիրն էր։ Եվ փաստորեն Բաթումի խնդիրը դարձել էր առաջնային այստեղ եւ արևմտյան Հայաստանի տարածքներից եւ Կարսի մարզի եւ մենք կտեսնում ենք նաեւ Նախիջևանից պետք է ուրեմն Հայաստանը հրաժարվեր, չնայած Հայաստանը նորից եմ կրկնում չէր մասնակցում այդ կոնֆերանսին, թույլ չտվեցին նրա պատվիրակությանը մասնակցել։ Եվ մարտի 16-ին կնքվեց պայմանագիրը։ Ուրեմն պայմանագրի երրորդ հոդվածը վերաբերվում էր Նախիջևանին։ Այստեղ ասվում էր, որ պայմանավորվող կողմերը համաձայն են, որ Նախիջևանի մարզը
անցնի Ադրբեջանի հովանավորության ներքո պայմանով, որ այն չի տրվի երրորդ կողմի, այսինքն Հայաստանի Խորհրդային Հանրապետությանը։ Այստեղ շեշտենք նաև, որ պայմանագիրը կոչվում է ռուս-թուրքական բարեկամության եւ եղբայրության պայմանագիր էր կոչվում, որը փաստորեն այդ խնդիրը լուծեց։ Եվ հետաքրքիր է ներողություն, ինչի համար է մեզ շեշտադրում անում, որովհետև այսօր մեզանում նորից այդ միտումը կա, վայ մենք առանց Ռուսաստանի չենք կարող, վայ մենք առանց Եվրոխորհրդի, վայ մենք առանց Ամերիկայի, նորից ու նորից ամբողջ մեր պատմությունը դաս է մեզ համար, որ երբեք չի կարելի որևէ օտար ուժի ապավինել, որովհետև նրանք իրենց շահերից ելնելով ցանկացած ժամանակ զոհաբերելու են։ Եվ տեսեք Ռուսաստանը, որ թվում է թե Հայաստանի ռազմավարական դաշնակից եւ այլն, բայց երբ որ Թուրքիայի հետ, Քեմալական Թուրքիայի հետ խնդիրը կար, զոհաբերվեցին Նախիջևանը եւ Ղարաբաղը, տվյալ դեպքում իրենց կրտսեր եղբորը Ադրբեջան կոչված թուրքական պետությանը։ Սա պարզապես մենք միշտ, երբ որ անդրադառնում ենք անցյալ իրադարձություններին, միշտ այսօրվա հետ զուգահեռներն ենք անցկացնում, որովհետև այսօր էլ նույն երևույթները ակնառու են, մանավանդ այս մեր վերջի իրադարձությունների հետ կապված էլ պրոռուսական, պրոամերիկյան, պրոեվրոպական, այս բոլոր պրոները իրենց սին լինելը վաղուց ցույց են տվել եւ մենք պիտի դրանից բոլորովս իհարկե դաս քաղենք։ Ուղղակի մենք ցավոք դասեր չենք քաղում մեր պատմությունից, մենք շարունակում ենք նույն ձև։ Ուրեմն Մոսկվայի պայմանագրում եւս մեկ հոդված կար, որը հետեւյալն էր որոշում, որ Մոսկվայի պայմանագիրը ստորագրելուց հետո փաստորեն Անդրկովկասյան 3 հանրապետությունները Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը Թուրքիայի հետ պետք է նոր պայմանագիր ստորագրեին եւ այստեղ նշվում էր, որ Մոսկվայի պայմանագրով ուրեմն հաստատված սահմանները փոփոխության ոչ մի դեպքում ենթակա չեն, այսինքն Մոսկվայի ուրեմն ներկայացված այդ սահմանները պարտադրվում էին այդ կողմերին, խոսքը հիմնականում գնում էր Հայաստանի մասին, որովհետև Վրաստանի հետ խնդիր գոյություն չուներ Թուրքիայի եւ Վրաստանի միջև խնդիր գոյություն չուներ եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև նման խնդիր գոյություն չուներ։ Իսկ Թուրքիային անհրաժեշտ էր, որպեսզի իրենք սահմանը պահեն Ալեքսանդրապոլի պայմանագրի գծած սահմանով, որը հաստատվեց Մոսկվայի կոնֆերանսում, որը վավերացրեց նաև արդեն հայկական կողմը Կարսում 1921 թվականի աշնանը, այսինքն Ախուրյան եւ Արաքս գետերով։ Այսինքն խորհրդային Հայաստանի պատվիրակությունը ստիպված էր վավերացնել այն սահմանները, որ նրան պարտադրվեցին խորհրդային Ռուսաստանի կողմից։ Այո, ուրեմն Կարսի կոնֆերանսը շատ էլի կարևոր էր, ուղղակի մեզանում մի քիչ լուրջ այնքան չեն մոտեցել այդ խնդրին, եսի նկատի ունեմ ավելի պարզեցված ձևով է ներկայացված, որ ուղղակի դա Մոսկվայի կրկնությունն էր։ Իհարկե Հայաստանը մի քիչ այլ ուրեմն փաստաթուղթ էր մշակել, հուշագիր ուներ, որը իր պայմաններն էր, իր պահանջները պետք է ներկայացներ եւ դրա մասին գիտեին։ Եվ հատուկ Կարսի կոնֆերանսին մասնակցում էր խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Յակով Գանեցկին։ Յակով Գանեցկին դա բոլշևիկյան կուսակցության այն ուրեմն դեմքերից էր, Լենինի ամենամտերիմ մարդկանցից էր, որը կազմակերպեց Լենինի վերադարձը 17 թվականին դեպի Ռուսաստան եւ մնացած բոլոր կարևոր հանձնարարությունները, որը Լենինը իր համար շատ կարևոր էր համարում, նա հանձնարարում էր այս անձնավորությանը Յակով Գանեցկի կամ Ջակոբ Ֆյուրստենբերգ, նրա իսկական անուն ազգանունը։ Հրեական իսկական։ Այո։ Ես կուզենայի, որ մենք այստեղ շարունակեինք նաև Նախիջևանի ստատուսի փոփոխության հետ, մինչ այդ օպերատորին խնդրեմ մեզ ըստ մարտի 16-ի պայմանագրի քարտեզը ցույց տա եւ ինչ ստատուսով հետո Ադրբեջանի կազմում, սա մենք տեսնում ենք մարտի 16-ի պայմանագիրը, որտեղ արդեն Նախիջևանի շրջանը Հայաստանի Հանրապետությունից դուրս է նշվում։ Ուրեմն վերջնական լուծումը արդեն խոսքը վերաբերում է նրա վարչական կառուցվածքին, տրվեց 1924 թվականի փետրվարի 9-ին, երբ Նախիջևանը հայտարարվեց ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում։ Դա անհեթեթություն էր այն առումով, որովհետև արդեն իսկ այստեղ հայերը շատ չնչին տոկոս էին կազմում։ Այսինքն, եթե ինքնավարություն էր հայերի համար, դա ուրեմն չէր մտնում այն սահմանների մեջ, որովհետև
տեղի իշխանությունները, Ադրբեջանի իշխանությունները թույլ չէին տալի հայերին վերադառնալ։ 1920-ական թվականներին, խոսքը 24 թվականից հետո է այդ շրջանին է նաև վերաբերվում, Նախիջևանի հայերը բազմիցս բողոքեցին, դիմեցին Մոսկվա, ԽՍՀՄ ղեկավարությանը դիմեցին։ 1925 թվականի մարտին Նախիջևան եկավ նույնիսկ ԽՍՀՄ այն ժամանակվա կառավարության նախագահ Ալեքսեյ Ռիկովը, ժողկոմ խորհրդի նախագահն էր Լենինի մահվանից հետո։ Հայտնաբերեցին արտառոց բաներ այստեղ, ուրեմն բռնություններ եւ այլն։ Նույնիսկ Նախիջևանյան մի քանի ղեկավարներ գնդակահարվեցին 25 թվականին, բայց երբ արդեն 1926 եւ հաջորդ թվականներին նորից Նախիջևանի հայերը դիմեցին ուրեմն իշխանական մարմիններին, Ադրբեջանի, ԽՍՀՄ հանձնարարեց Ադրբեջանի իշխանությանը լուծում տալ այդ հարցին, լուծում օրենքի սահմաններում, Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, որ իրենք Նախիջևանի շրջանում ազատ հողեր չունեն, որպեսզի հայ Նախիջևանի նախկին գաղթականությանը իրենց մոտ ընդունեն։ Նման մի պատասխան եղավ նաև երկրորդ աշխարհամարտից հետո, չէ՞, երբ որ հայրենադարձությունն էին կազմակերպում եւ այն ժամանակ էլ հարց բարձրացվեց Նախիջևանը եւ Ղարաբաղի հետ կապված խնդիր էր դրվել, ուղղակի Ադրբեջանի ղեկավարությունը ասաց, եթե դուք չեք կարող այդքան սփյուռքահայերի տեղավորել, ես Հայաստանում ապրող ադրբեջանցիներին կտանեմ Ադրբեջան եւ մոտ 100,000, երևի մի քիչ ավելի շատ մարդ, ուրեմն տարան դեպի Մուղանի դաշտավայր, այդտեղ բնակեցրեցին, բայց հետո դրանց մեծ մասը հետ փախավ եկավ Հայաստան։ Մեծ մասը Ադրբեջանից հետ եկան հաստատվեցին իրենց նախկին գյուղերում, իրենց բնակավայրերում։ Այդ ուրեմն ծրագիրը չաշխատեց կա Հարությունյանի, ուրեմն Գրիգոր Հարությունյանի նամակը Ստալինին կապված ներգաղթի կազմակերպման հետ, որ Հայաստանի տարածքը փոքր է, ճիշտ կլիներ այդ տարածքների Լեռնային Ղարաբաղի ուրեմն խնդիրը նաև լուծել։ Այդ ճանապարհով, սակայն նման ուրեմն ձևաչափ առաջարկվեց Ադրբեջանի կողմից, որի մասին ասացի ես։ Ես կուզենայի մենք անդրադառնայինք այդ խնդրին, որ բոլորին բնականաբար այսօր մտահոգում է եւ հաղորդման սկզբում ասացի, որ մեր նամակագիրներից մեկը հատուկ խնդրել էր անդրադառնալ։ Այսօր 21 թվականի այդ երկու չարաբաստիկ պայմանագրերը մեր ժողովրդի համար որ եղավ, դրանց միջազգային մակարդակով ապօրինի հայտարարելու ուղիները, որովհետեւ դրանք փաստորեն մինչ օրս շարունակում են գտնվել ուժի մեջ։ Ես հիշում եմ Արցախյան ազատամարտի տարիներին, երբ որ մեր զորքերը փորձ արեցին եւ մոտ 2-3 կիլոմետր սահման ընդհանուր մտան Նախիջևանի սահմանը, նույնիսկ այդ ժամանակ թուրքական կառավարությունը հայտարարեց, որ կա 21 թվականի պայմանագիրը եւ զորաշարժ սկսեց։ Հա, եւ մենք կմիջամտենք, եթե լինի։ Այս պայմանագրերի միջազգայինորեն, այսպես ապօրինի հայտարարելը, անվավեր հայտարարելու ուղիների մասին, մանավանդ որ վերջի տարիներին սա բավականին մեզանում գոնե մեր պատմաբանների եւ քաղաքագետների շրջանում քննարկվել է անցած տարի էլ, չէ, հոկտեմբերի 13-ին նորից Կարսի պայմանագրի օրը նորից այսպես մի մեծ հավաք եղավ մտավորականության։ Այս սրա մասին կուզենայի, մենք ունենք 3-4 րոպե ժամանակ։ Շատ լավ, ես ուղղակի ասեմ, ես ինքս իրավաբան չեմ, միջազգային իրավունքին ես շատ ծանոթ չեմ կարող ասել ինչպես է դա հնարավոր անել, բայց որ ասենք Մոսկվայի պայմանագիրը ապօրինի պայմանագիր էր այն առումով, որ Հայաստանը չէր ստորագրել։ Այդ ժամանակ ԽՍՀՄ գոյություն չուներ, այսինքն Հայաստանը իր լիազորությունները իշխանության, արտաքին քաղաքականության չէր լիազորել մեկ այլ պետության, որպեսզի նա ստորագրեր։ Ուրեմն Մոսկվայի պայմանագիրը փաստորեն մեզ համար ապօրինի պայմանագիր է։ Ինչ վերաբերում է Կարսի պայմանագրին, եթե ուրեմն խորհրդային Հայաստանի իրավահաջորդը հանդիսանում է այսօրվա մեր երրորդ հանրապետությունը, ուրեմն նա պաշտոնապես պետք է Կարսի պայմանագրից հրաժարվի, որովհետև Կարսի պայմանագրով Կարսում ստորագրվել եւ հետո վավերացվել է Կարսի պայմանագիրը։ Ուրեմն Մոսկվայի պայմանագիրը եւ հետո նաեւ Մոնտրեոյի պայմանագիրը, որը ավելի ուշ խորհրդային միության եւ Թուրքիայի միջև կնքվեց, ինչ որ չափով դենոնսացիային ենթարկվեց 1945 թվականին, երբ որ խորհրդային միությունը փաստորեն տարածքային պահանջներ ներկայացրեց Թուրքիային Կարսի Արդահանի շրջանների հետ կապված։ Ուղղակի այստեղ երևի թե իրավաբանները բավականին մեծ գործ ունեն անելու օրենքի տեսանկյունից, միջազգային իրավունքի տեսանկյունից այդ ամեն ինչը վերլուծելու։
Այն ինչ որ կա, այն ռեալը որ կա, իրականը որ կա, որի մասին արդեն ես ասացի, դա պատմական ճշմարտությունն է, բայց օրենքների իմացությունը այսօրվա միջազգային իրավունքը փաստորեն դրանցով պետք է կարգավորվեն այդ խնդիրները։ Ես ուրեմն երեք նայում էի համակարգչից մեջ մի հետաքրքիր բան, ուղղակի ինձ թվականն էր հետաքրքրում, 2003 թվականի նոյեմբեր ամսին ես մի այսպես փոքր առաջարկ էի ներկայացրել մեր արտգործնախարար Օսկանյանին, որտեղ առաջարկել էի անպայման, քանի որ ամբողջ աշխարհում մենք կարծես փակուղի էր գնում այն ժամանակ այն հարցը, որ ԼՂՀ Ադրբեջան բանակցություններ եւ այսօր էլ դա առանձնապես չի հաջողվում, որովհետեւ 100,000-անոց Ադրբեջանը Ղարաբաղը 7 միլիոնանոց Ադրբեջան չէր հաղթելու, բնականաբար սա ընդհանուր հայ-ադրբեջանական կոնֆլիկտ է, առաջարկել էի այն ժամանակ դեռևս մտցնել նաև Նախիջևանի խնդիրը, ընդ որում միանգամից 3 բան Նախիջևանի խնդիրը մտցնել, հայ-ադրբեջանական բանակցություններ, մտցնել Նախիջևանի տարածքում ազգային փոքրամասնությունների ոչնչացման, գիտենք քրդեր, թալիշներ, որոնք 26 թվականի մարտահամարի տվյալներով մի քանի տասնյակ հազար էին, 89 թվին ոչ մի մարդ, եւ մտցնել մշակութային ցեղասպանության հարցը։ Մենք կարծում եմ այս հարցերին դեռևս առիթ կունենանք անդրադառնալու։ Ես մեր հեռուստադիտողների եւ անձամբ իմ անունից ուզում եմ հատուկ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել պարոն Հովսեփյանին, բավականին հանգամանալի եւ շատ հանրամատչելի ներկայացնելու համար այս խառը ժամանակաշրջանը մեր պատմության, որը շատ-շատերին մեր ժողովրդի հայտնի չէ թե ինչպես օտարվեց։ Մեկ անգամ եւս շնորհակալություն պարոն Հովսեփյան։ Շնորհակալություն հրավերի համար։ Եվ ես ուզում եմ հիշեցնել մեր հեռուստադիտողներին, որ մեր հաղորդումը կվերահեռարձակվի շաբաթվա ընթացքում, իսկ հաջորդ երկուշաբթի Երևանի ժամանակով առավոտյան 11:30 մենք կշարունակենք Նախիջևանի թեման, այս անգամ մշակութային ոլորտում, Նախիջևանի հայկական հուշարձանները եւ դրանց ճակատագիրը։ Իմ հյուրը կլինի Արգամ Այվազյանը։ Շնորհակալություն, բարին բոլորիս հետ։